Ես ամուսնացել եմ 69 թվին, ապրում եմ Արաբկիր 49 փողոց 11 տանը, հարց եմ գնացել, իմացել եմ, որ դա իմ տունն է, ու ապրել եմ 3 երեխա եմ ունեցել, որ հիմա թող է գնացել են ապրուշ ճարելու համար Ռուսաստան, նրանք է մի կերպ են ապրում, հիմա տեքորս տղան, փոքրը, որ ես ամուսնացել եմ, ինքը 8 տարեկան ա եղել, տեքորս տղան մեծանում է, դառնում է արդեն ամուսնանում է, բան աշխատում է մի նոտարական գրասենյակում, բան չի, ուսումն առաջ չի, ուղղակի կամպյուտերի վրա անձնագիր թարգմանող, գաղտնի առանց մեզ իմանալու մարդ է բերում, տունս չափում է, փոքր տղաս է, բանակից նոր է եկել 98 թվին, ասում ենք, ես ինչ ես անում, Արմեն, հեչ ասում է, պլանը մաշված է, թազա պլան ենք անում, այնինչ կադաստրի նոտարի հետ հանցավոր համաձայնության գալով, մեզնից գաղտնի, առանց մեր ստորագրությունների, առանց որևէ մեկից գիտության, իրանք իմ մասնե բաժինը մտցնում են իրանց պլանի մեջ, որը թույլատրված ամբողջ ընտանիքի, հլը մենք էլ այդ 3 սենյակից ունենք, ինքը պրոսպեկտիվի նոտարական գրասենյակ բանում էր աշխատում են նոտարական բաժինը, հեչ ոչ մի պաշտոն չի ունեցել, հա, այդ գործողությունները կատարելուց հետո, չնայած ինքը նորից եկել էր համաձայնություն գալ, որ հողի մի մասը վաճառեր, յանի իմ սեփականացներ, շինություն կար Հայաթում, որ իմ տղաներն էին սարքել, հիմա չգիտեմ ինչ են արել, գաղտնի իր մահանալուց հետո 2012 թվին մահացել է, 13 թվին արդեն իր տղան է, հիմա իմ տան վրա գրանցված սեփականատերը, պատկերացնում եք ինչա կատարվում։ Իսկ ունեք հին փաստաթղթերը, որոնք ձեր թղթերն են։ Հիմա մոտս չկա։ Ընդհանրապես ունեք դուք, որ հինով ձերն էր, ձեզ էր պատկանում։ Այդպես չկա օրենքով, մենք օրենքով 3 եղբայր են եղել, որը 91 եւ 99 թվերին հողային օրենսգրքի բանով, հրամանով, ես համարվել եմ այդ տան, եթե 10 տարի ապրել ես այդ տանը, համարվում ես սա կոմունալ ծախսերից բռնած, հողի հարկից բռնած, տան հարկի պարտքից բռնած, բոլորը մենք մուծել ենք, բոլորը, որ դու նստած տեղդ իմանաս կարող ա մեռնես, էլ տունը քոնը չլինի, չէ, բայց դատավորը ինչի կաշառքը վերցրել է իրանից, ես հիմա կարամ ապացուցեմ, այդ փաստաբանը, որ մյուս դատավորը, երկրորդ դատավորն ասեց անհարմար է, իսկ կնոջ տունը իրան է պատկանում, Ռուբեն Վարդազարյանը, իսկ Ալվարդ Հունանյանը կաշառքը վերցնելով ի օգուտ նրանց լուծեց, որովհետև ես չկարողացա $4000 տամ իրանց ուզած փողը, դատավորի ուզած փողը, փաստաբանի, դատավորը փաստաբաններ ուզնել, փաստաբաններ ուզել, ես հազիվ կարողացա $2000-ից ավել տամ, իսկ բայց այդ փաստաբանն էլ չէր տվել, չնայած այդ առաջի փաստաբանը գումարս հետ տվեց, բայց երկրորդ փաստաբանը փողս կերավ, փախավ Իսպանիա, նորից հետ եկավ, գումարս չտվեց, սկզբից ասեց կտամ, էդ էլ չտվեց, էդ է կերան փողը։ Վարչապետին Նայրիտի ցույցի օրը մոտեցա, ասեց հա կընդունեմ, 2 շաբաթ արդեն անց է։ Նամակով դիմել եմ, երկրորդ նամակով եմ դիմել արդեն, գրել եմ պարոն Հովիկ Աբրահամյան, ես խնդրում եմ, դուք խոստացաք, որ ընդունեք ինձ, բայց նոր գնում եմ նամակների բաժինը, նայում ասում ուղարկել են Արտահայտության նախարար, չէ որ դուք տղամարդ եք, խոստացաք, որ ինձ ընդունեք, ինչի չեք ընդունում, հա? Ասել անպայման կընդունեմ, բայց նամակների բաժնից ենքում չի գնում իմ, այդ Ղազարյանը շատ ինչ-որ մի գիշատիտ կենթանի է, չի թողում, որ իմ երևի այդ նամակը ցույց տալին կհիշեր, կասեր այո կընդունեմ։